Իմ շատ սիրելի ժողովուրդ, այսօր խոսելու ենք ակացիայի մասին, բազմաթիվ զանգերի շնորհիվ ուզում են տեսնել, թե ինչպես կարելի է օգտագործել ավելի մանրամասնորեն։ Իհարկե, ակացիան պետք է հենց այսպես, քանի սկսում է ծաղկել, վերցնում ենք, այսպես լցնում ենք, իհարկե, հիմա այն ժամանակն է, որ արդեն սկսել է ծաղկել եւ այս պահը չպետք է բաց թողնել, ուղղակի պետք է օգտագործել ակացիան եւ սառեցրած եւ այսինքն եթե սառցախցիկում եք դնում, այն չափից ավելի լավ է, եթե անգամ դուք այն չորացնում եք հով վայրում եւ իհարկե լցնում ենք եռմանջուր լցնելուց հետո ամբողջ տան ընտանիքի անդամների համար թողնում ենք ընդամենը 20 րոպե եւ ուզում եմ ասել, որ կարելի է նաեւ մի փոքր սառելուց հետո նույնիսկ 1 հատ լիմոն դնել եւ հրաշք մի քանի րոպեից հետո այն պատրաստ է օգտագործման, կարող եք օգտագործել թեյի տեսքով, այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային, ջերմությունը իջեցնող, եթե կա բարձր ջերմություն, ապա միանշանակ այն պետք է խմել եւ մի քանի րոպե հետո, 20-25 րոպե հետո ջերմությունը կիջնի։ Իհարկե, հրաշք, նույնիսկ կարող եք անգամ գույնը գեղեցիկ ավելի լինելու համար 1-2 ռեհանի թուղթ այն կունենա հրաշալի գույն։ Եվ դուք խմեք, երջանիկ եղեք, առողջ եղեք, օգտագործեք այն, ինչ որ տալիս է բնությունը, բայց ուզում եմ ասել, մի շատ սիրելի ժողովուրդ, անպայման ստուգեք լյարդի եւ երիկամի վիճակը։ Եթե այնտեղ խնդիրը թեթև է եւ խիստ պրոբլեմատիկ վիճակ չկա, ապա այդ դեպքում կարող եք օգտագործել եւ երբեք չի լինի խնդիր ձեր օրգանիզմում։ Եղեք առողջ։ Հրաշք։